Գլենդել-Դորան խաչմերուկում գտնվող Գլենդելի առողջապահական կենտրոնը սպասարկում է բժշկական ապահովագրություն չունեցող անապահով հիվանդներին նոր երկիր մուտք գործած գաղթականներին։ Այժմ անբավարար բյուջեի պատճառով կենտրոնը կարող է դադարեցնել իր գործունեությունը։ Բժշկական անձնակազմը, հիվանդները, շրջանի կազմակերպությունները, Հայ երիտասարդաց դաշնակցության եւ կենտրոնի արհմիության նախաձեռնությամբ հանրային քննարկում էին կազմակերպել կենտրոնի գործունեությունը շարունակելու հնարավոր տարբերակները վերլուծելու համար։ Մարդիկ չեն մանրամասնությունները չեն գիտեր նույնիսկ այս հարցի մասին լուրջ չունին, սո պիտի դարածենք քաղաքին մեջ այս հարցի մասին եւ պետք լինին է պիտի աշխատանք տանենք որ գեցնենք որևէ մեկ քայլ որ պիտի վնասե մանավանդ հայ եւ ամբողջ քաղաքի անդամները որ գնում են եւ dependent on as sensorin վրա եւ իրենց առողջապահության վրա so պիտի քայլեր առնենք որ county-ին իմացնենք որ ասիկա սխալ քայլ է եւ չենք ուզեր որ գալարվի Կենտրոնը ընդգրկված է սեփականաշնորհման ենթակա կառույցների շարքում անվճար ծառայությունների պայմանը այս դեպքում պահպանել հնարավոր չի լինի Միջոցառմանը ներկա է նաև բժշկական ծառայությունից օգտված հիվանդներ, որոնք նշում են կենտրոնի կարևորությունը։ I have had a heart operation which they took care of. Everybody, the staff, the doctors, all the people that I dealt with in the Glendale Health Center had been so professional, efficient, and very caring. Nobody else could replace it. It's a very central location and where else can we go? It would be double hardship, triple even for us to go anywhere else. Կենտրոնի սեփականաշնորհման դեպքում հնարավոր է կրճատվի նաև աշխատակազմը։ Մենք ունենք առաջ 5 կլինիկա, որ ունենք կանացի, մանկական եւ փոքրերի եւ մեծերի, բայց այսօր մեր ձեռքը ունենք միայն մի կլինիկա եւ տեսնում ենք ամեն օր կարելի է մոտավորապես 50 հիվանդ։ Եվ այդ 50 հիվանդից կեսից ավելին հայեր են։ Ուրեմն ես կոչ եմ անում նրանք, ովքեր հնարավորություն ունեն պահելու այն որոշմանը, որը որ Մարկ Անտոնիչ որպես ղեկավար, որպես որոշիչ դեմք, որոշել է, որ փակել է կլինիկան, երկրորդ անգամ մտածի, որտեղ դա կլինի շատ մեծ բացասական քայլ մեր կոմունիտիի համար։ Հայկական Glendale կլինիկայի միակ կենտրոնը, որը սպասարկում է առողջապահական ծառայություն, վտանգի տակ է փակվելու։ Որոշ կազմակերպություններ բյուջեի հարցը լուծելու տարբերակներ են առաջարկում։ What I would suggest to stop the Glendale Health Center from being closed is for people to get involved with the budget issues of California. To be aware that there's $20 billion deficit in California and there's actually the California Tax Reform Association which suggests 10 options to get $20 billion into the revenue. So that's the California Tax Reform Association, and this will hopefully help stop all these budget issues with our clinics and having these closed down by the county. Հայ երիտասարդաց դաշնակցությունը կոչ է անում համայնքին մասնակից դառնալ հարցի լուծմանը, գուցե այսպիսով հնարավոր կլինի կանխել սեփականաշնորհումը։ Գիտենք, որ նահանգի բյուջեի վիճակը քեշ է, ադիգա ճիշտ է, բայց այս չէ ծևը լուծելու նահանգին բյուջեին համակարգը, որովհետև եթե առաջին օրեն բժշկություն չստանա, անցմը իր հարցը պիտի ավելի բարդանա եւ emergency room պիտի ստիպի երթալու եւ ադիգա economically դրամապանական չէ, որովհետեւ նահանգին ավելի պիտի ծախսի ինա եթե մեկը երթա emergency room, քան թե երթա իր քաղաքի մեկ կլինիկը եւ հոնդերը ստանա սերվիս առաջին օրեն, որբեսի գարենա իր բժշկական հարցերը չփարթանան։ Գլենդելի գրեթե բոլոր բնակիչները գոնե մեկ անգամ օգտվել են այս հաստատության սպասարկումից։ Հուսանք, որ առաջիկայում ընդունվող որոշումները կծառայեն բժշկական հաստատության պահպանման օգտին։ Անի Թաթևոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստային